Խուճուտ եմ ծանում։ Սիրելի հետևորդներ, ուղարկում ենք թխելու։ Հետևորդներ, նայեք, տեսեք ինչ լավ ա ողել։ Սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք ինչ հոյակապ է ստացվել։ Հիմա կսպասենք մի քիչ սառի, նոր կբացենք, կիսենք, տնանք ոնց ա ստացվել։ Սիրելի հետևորդներ, որպեսզի շուտ սառի, իրարից անջատենք։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բուրգիները տեսեք ինչ լավ է ստացվել։ Իսկ հիմա կհամտեսեք, տեսնենք ինչ ձևի է։ Այս մեկը թութն է, որ թութ եմ դրել մեջը։ Նայեք, տեսեք։ Լավ է, համտեսեք։ Շատ լավն է։ Սիրելի հետևորդներ, միասին պատրաստում ենք բուլգու խմորը։ Մի անգամ եմ բուլգու խմոր պատրաստել, հիմա եմ պատրաստում, բայց հիմա ուրիշ տեսակ եմ պատրաստելու։ Ինչ ա պետք, ուրեմն աղը լցրեցի, մի քիչ մի պտուղ աղի չափով աղ եմ լցրել։ Ուրեմն 1, 2, 3, 4, այն անգամ 3 գթալ արեցի, քաղցր չեն եկել։ Հիմա 4 գթալ ավելացրեցի, 4 ճաշի գթալ շաքարավազ, 1 ճաշի գթալ դրոշ, դրոշը խառնենք իրար։ Ուրեմն 1 բաժակ կաթ եմ ավելացնում։ Բաժակը համարյա 230 գրամ է։ Եվ կես բաժակ գորգ ջուր։ Եվ 1, 2, 3, 4 ճաշի գթալ բուսական յուղ։ Խմորը պատրաստում ենք։ Ալյուր ենք ավելացնում։ Ասեմ, որ ալյուրը մաղած պատրաստ է։
Սիրելի հետև, որ մեր խմորը պատրաստ է։ Վերեխա չենք անում, ու ծածկում ենք, սպասենք, որ հասունանա։ Սիրելի հետևորդներ, մեր խմորը արդեն պատրաստ է։ Հա, փափուկ խմորը։ Ջոթերը հանենք։ Ձեռքերս ձեթորը, որ չկպնի։ Բաժանենք երկու մասի։ Սիրելի հետևորդներ, բաժանենք բնդիկների, երևեսի վերիքա։ Դասավորենք ստեղ։ Սիրելի հետևորդներ, հիմա եկավ կարևոր այսպես բացում ենք, ծիրանը դնում ենք մեջ, ծիրանի կորիզը չենք հանում, որ հանենք իրան ջուրը չի թողնի, որ մեր բուրկիները բարձրանան, այսպես փակում ենք ու շարում ենք ջեռուցի տապակի մեջ։ Կողքերից վրա ենք բերում։ Այսպես շարունակ։
սիրելի հետևորդներ, մի հատ էլ ցույց տամ, ասենք ինչ միրգ ուզենաք գտնեք, կլուբնիկ կլինի, մալինա կլինի, թութ կլինի, հիմա ես թութ եմ դնում, սև թութ եմ դնում ու փակում եմ։ Սա դնում եմ այս կողմի վրա, որ իմանամ։ Այս թուղթը տեսայինք։ Ինքանը որ հավասար է։ Սա էլ դնենք ստեղ։ Այս բոլորը հերթականությամբ բացում դնում ենք, երկու հատ թուղթ եմ դնում։ Եզրերը փակում ենք։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա ծածկում ենք ու դնում ենք, որ հասունանա։ Ուզում եք ջեռուցում ցածր ջերմաստիճանի տակ դրեք, ուզում եք դուրսը դրեք, որտեղ հարմար եք գտնում։ Ես դրել եմ 50-ի տակ, սպասելիս նայեք, հա, 50 աստիճանի տակ եմ դրել, որ շուտ հասունանա։ Ահա, 4 կողմով ծածկեցի։ Հիմա կդնեմ ջեռուցը։ Որ շուտ հասունանա։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն հասունացել է մեր բուրգինները։ Մնում է ձուն քսենք և ուղարկենք եփվելու։ Հերթականությամբ քսում ենք։ Ջեռուցը ասեղով դրել եմ տաքանալու, բայց թխելու ենք 250 աստիճանի տակ եմ դրել տաքանա, բայց թխելու ենք 190-70 ջերմաստիճանի տակ։ Սկզբից 180, հետո 190։
Սիրուն եզրերով քսում ենք։ Նուրբ ենք քսում, որ ինքը ուռածա չէ, հանկարծ չնստի, չվնասենք։ Թուղթը ծառվել է հրապզենք։ Վերջացնենք էլի ափսոսա։ Այս անգամ քունջութ եմ վրան ցանում։ Սիրելի հետևորդ, այն մեկը թութն էր, հիմա էլ բացում ենք, տեսնենք որն է։ Հա, բացում ենք ծիրանը, այսի ծիրանն է։ Ծիրանը մեջն է։ Այս իրան կորիզը չենք հեռացրել, որովհետև որ հեռացնենք ինքը ջուր կդառնար եւ չէր թողնի որ բարձրանա, բայց սենց ավելի լավ է, լասից էլ համտեսենք, ոյ տակա։ Լավեց, բայց շատ ընտիր է ստացվել, մարխոշ ասեմ։ Այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, եկա ժամանակը, որ եզրափակենք մեր հոլովակը, սիրելիներս, ովքեր մոռացել էի սկզբից հիշացնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, եթե ցանկանաք, կիսվեք ձեր մեկնաբանություններով։ Իսկ մեկնաբանությունների համար շատ շնորհակալ եմ ձեր գերազանց մեկնաբանությունների համար, սրտիկներ եք տնում, նրա համար եմ շնորհակալ սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ իմ այս տարբերակը, դուք էլ կարող եք պատրաստել, տեսնեք ձեր մոտ ինչպես է ստացվում, շատ հեշտ է, դժվարություն չկա սիրելիներս, դե ինչ ասեմ, բոլորից շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։